Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։ Պաշտոնական այցի ընթացքում վարչապետը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետերը ցանկացային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։ Վարչապետը կունենա նաեւ մի շարք այլ հանդիպումներ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Կարևորվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունն, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի պոակից նախազգուշացնում են փետրվարի 26-ին ժամը 12-ից 17 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Երևանում Արարատի Արագածոտնի Կոտայքի Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է, որքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում, երբ այն վերջանում է, բենզինի մյուս տեսակների գները թանկանում են։ Նրա խոսքով միջ այդ ապրանքը Հայաստան բերել է ռեգուլյար բենզինը եղել է 500-ից 520 դրամ։ Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է Օմանի միջնորդությամբ անցկացնել 5 փետրվարի 26-ի առավոտյան Ժնևում։ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր երևական քաղաքական պատվիրակության գլխավորությամբ կմեկնի Ժնև մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երրորդ փուլին։ UEFA կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյօֆի փուլի Ալկմար նոապատասխան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորյան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է UEFA-ի պաշտոնական կայքը։